Ողջույն սիրելի ընկերներ, շատ ուրախ ենք, որ միանում եք մեր 14-րդ էպիզոդին։ Այսօրվա մեր հյուրն է շատ սիրելի ընկեր, կոմպոզիտոր, պոլսահայ Արի Ալիջյանը։ Ողջույն Արի ջան։ Ողջույն։ Շատ ուրախ ենք, որ Հայաստանում ես, եկել ես Եղեռնի 11-րդ տարելիցին։ Ոելի հետաքրքիր բաներով ես զբաղվում ոնց որ մի քիչ խոսացինք։ Շատ ուրախ եմ, բարի տեսանք։ Մենք ամբողջ ծրագիրը մինչև նկարահանումն ենք քննարկել։ Իրականում շատ բաներ, դե մենք առաջ անգամ ենք ծանոթանում, լիքը հետաքրքիր բաներ իմացանք, ուզում եմ խոսակցությունը սկսենք մի քիչ այս պահին ոնց է հայերի կյանքը Թուրքիայում, ոնց է ապրում։ Առօրյան էլի, հա, պատկերացումները մի քիչ է մեր մոտ, մենք չգիտենք ոնց են դա ապրում էլի հայերը։ Իսկապես սխալ բանալ ասել չեմ ուզել, բայց եթե չեմ սխալի 20-22 հատ դպրոց ունենք։ Մենակ բոլիսի մեջ եւ տասարանների մեջ մոտավորապես ամեն տասարանի մեջ 10 աշակերտ կա, մինիմում 10 աշակերտ կա, երջախումբներ ունենք, բոլոր եկեղեցիները երջախումբները կա, 29 երջախումբները կա, 60 կա, մանկանց երջախումբներ ունենք, ամեն տարի համերգներ կսարքեն, անգեզատ բենդեր կա, բազմաթիվ բենդեր ունենք։ Մեր մշակույթը Իստանբուլի մեջ կշարունակեցնենք, մեր ժողովրդական երգերը կցայնակրենք, պետք է որ աս մշակույթը բոլիսի մեջ շարունակեցնենք, մեր ասիգա բարդավորությունն է։ Կարևոր գործ եք անում, դժվար գործ եք անում, բացի կարևորից։ Սփյուռքում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Հայաստանում թեկուզ ապրելով, ստեղծագործելով բարդություններ կան, բայց Հայաստանում դու քո հայրենիքում ես, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում դու օտարի երկրում ես, բայց Պոլսում ապրելով, Ստամբուլում ապրելով, իսկ հիմա բարդությունները մի քիչ այլ, մանավանդ որ ազգային երգերաշտությամբ ես զբաղվում, մի փոքր էլ ճանաչում ունես, մի քիչ այլ է դասավորվում կյանքը ու շատ ավելի բարդ, քան մնացած այլ երկրներում, որտեղ որ կապրեիր։ Այդպես է թե չէ։ Հայ մնալը Թուրքիայի մեջ թյուրին է, մեր հարևաններ ունենք, թրեցներ ունենք, եւ Թուրքիան մեր երաժշտությունները շատ կսիրան եւ շատ մտիկ կնան։ Հայու մելոդի եղանակ ըլլալը չգիտած շատ կսիրան, շատ մտիկ կնան։ Օրինակ համար Էրզրումի շորորը կա։ Շատ մտիկ կնան։ Հա։ Օրինակ համար Սարգելնը։ Շատ կսիրի եւ հրանտինքի հետ, երբ որ հրանտինքի մերած օրը կա, անպայման Սարգելնը կնվագվի։ Հետաքրքիր են, որովհետեւ իրենց երաժշտության հետ գաբակցություն կտեսնեն, նույն մելոդիներն են, նույն եղանակներն են։ Եվ երբեմն քիչ կարգ մի երկերում մեջ քրված է թուրքական բարեր եւ անակ կերկան։ Հա։ Բայց նոր երկեր ալգստեղենք, օրինակի համար երկիչներ ունենք պոլիսի մեջ, նոր կոմպոզիտորներ ունենք, նոր պոպուլյար երկեր ալգստեղենք։ Կարելի է գիտես մարալները, մարալայվազը կա, մարալ աթամանը կա, Սիբիլը կա, շատ կա, իմ նույն աննով ընկերս Արի Բարութոğlu կա, եւ մեր ամենամեծերն անգես օրված ենք Սահակ Բարթև Գարյանը կա։ Շատ կարևոր անուն է։ Հա։ Որ առաջի Trats Adana'ya Ողբերգը անիգա երկած է։ Եթե ասենք Սահակ Բարթև Գարյանը մենք անուններ ունենք, որ շատ կարևոր անուններ են։ Օրինակի համար իմ մյուզիկի ուսուցիչս Հակոբ Մամիկոնյանը, իմ հայրիկս Ադրուշան Հալաջյան, աս անունները եթե չլար մեր մշակույթյան մեջ գապ չենք կազմել, կրնակ կազմել։ Հա։ Դա ինձ թվում է մեծ նշանակություն ունեն։ Այո։ Այս երկերը մեզ սորվեցուցին եւ մենք կշարունակենք այս երկերը մեր բզիկներուն սորվեցնելու համար։ Եվ նոր երկեր ստեղծել եւ մեր ռեպերտուարին նոր երկեր տնելու համար։
Իսկ ինչ որ արգելքներ կամ տենց ինչ որ բաներ, նու Թուրքիայի թեկուզ կառավարության կամ մարդկանց թուրք մարդկանց կողմից տենց լինում է թե Եթե շատ հայության մասին պետական սրահներում մեջ եթե երկես կարելի է հարգավ խնդիր գնալ, բայց Օրբան ժողովրդական երկես խնդիր չի գա։ Հա։ Բայց ինձ հետաքրքրող հարցերն եմ էլի հիմա տալիս իրար մեջ շփվելուց այնտեղ հայերեն Ստամբուլում կամ ուրիշ քաղաքներում հայերեն շփումը այդ շատ նորմալ է անցալվում թուրքերի կողմից թե Մենակ երկի համար գսես քո խնդիր չի գա բայց իմ թաղամասս էս կդեսնամ իմ ընկերներս էս կդեսնամ խնդիր չլալա հա ուրիշ թաղամասներ եթե երթամ հա էս հաց չեմ գիտար բայց ընդհանուր լոլով ասչափ համերգ տված եմ անոնս արի ըլլալուն համեմատ խնդիրը էս իսկական լալով մեծամասնության լալով բզիկ բաներ անպայման եղած բայց չեմ տեսած Հա, հետաքրքիր է որ Հայաստանում Արի անունով որպես այդպեսին քիչ անուններ ունենք, կարելի ասել չունենք Արի անուն օգտագործել, բայց Ստամբուլում Արին տարբերվում է որպես հայկական անվանում։ Քաչսել է։ Հա, դե գիտենք որ քաջն է, այսինքն Ծագումնաբանությունը Սթրաչա Աճարյանի եւ տարբեր այլ աղբյուրների Արի նշանակում է քաջ անուն ունենք։ Հա, մեր մոտ Արի չի, քաջիկա։ Բայց հետաքրքիր է որ օրինակ Ստամբուլում տարբերում են որ դա հայկական անուն է։ Հա, դե հայկական բառը հայկական անուն է։ Հա։ Ինչի այնտեղ ազատ բառնել են, անուննել են օգտագործում, բայց թուրքերն են օգտագործում հենց թուրքական։ Ալ փոխված է, այո։ Ես գիտեմ, որ կան թուրքեր, որ ազատ անունը ունեն։ Անիկա գա, Արթուն գա։ Հա։ Արենտրած գա։ Հա։ Իսկ մշակույթը հայկական պահպանելու տեսանկյունից շատ արդեն անցել էլի այն ծուր ցեղասպանությունից ու ինչ որ բաներ կորել է, ինչ որ բաներ մնացել է։ Ուզում եմ հասկանամ այն ինչ որ պահպանվել է Պոլսում կամ ամբողջ այս ներկայիս Թուրքիայի տարածքում։ Ոնց որ այդ մեթոդները պահպանման ոնց է էլի եղել։ Երջախումբերը, դպրոցները։ Դպրոցի հիմա հայերեն միտքս չի կարող բարին ավարտողները դպրոցի ավարտողները շրջանավարտները մեկտեղ կհավաքվին եւ անդեղը կշփվին օրինակ համար խաղ կխաղան երկեր բարեր կբարեն օրինակ համար մենք բարախումբեր ունենք մարալ բարախումբ կա Հայաստան եկած է աս բարախումբերու մեջը բարազատենս արդեն կշփվեմ եւ իմ մշակույթս կշարունակեմ մեր բաթմությունը իրար կսովեցնենք համայնքներ որտեղ որ ինչ թվում է եւ հայերենն է պահպանվում եւ մշակույթը երկերն են փոխանակում իրար հետ իսկ մի հատ ուրիշ հարց էի ուզում տալ եկեղեցու դերը Ստամբուլում ժողովրդի հետ կապված կապը շատ է հայ ժողովուրդը քրիստոնյա են Ստամբուլում ինչով են զբաղվում շուշուտ են գնում եկեղեցի ոնց է եկեղեցու դերը ընդհանուր Եկեղեցիները ավելի շատ դոներուն մարդիկ կերտան ընդհանուր ամեն օր չերտացվիր կամ սխալ բան էս չսեմ ասնիտի մասին երթողներ անպայման գլա բայց դոներո արիտով համայնքը շատ կերտա եւ հարսանիքներով արիտով եւ այլն Գիտես ինչ եմ հարցնում երբ որ մի քանի անգամ գնացել եմ Տիգրանակերտ Դիարբեքիր եկել եմ Դիարբեքիրում Սուրբ Գիրակոսն է որը դե իրան ժամն է այնտեղ ովքեր որ գնում են բոլորը գիտեն որ իրանք հայ են կապ չունի իսլամի հետևորդ են թե քրիստոնյա են բայց ամեն Կիրակի իրանք գնում են միասին շփվելու հենց այդ ժամում եկեղեցում այսինքն կրոնը կապ չունի այդ իրանք շփման տեղն է որ հավաքվում են ինչ որ բան փոխանակեն իրար հետ կարելի է կրոնի հետ կապ ունի չեն գրնար արդահայտել կարելի է հա հնարավոր է նաև այդ էլ կա ճիշտ ես Երբ ցեղասպանության մասին ոդկասթի նյութերին էի ծանոթանում, ինչ որ նյութեր կար այդ նույն կրոնի թեմայով, որ երբ որ այդ Աթաթուրքը արդեն համաձայնվում է, որ հայերի ինչ որ մի մաս կարան դավանեն քրիստոնեություն, բայց արգելում է, որ ով արդեն կրոնափոխ է եղել, ընդունել է
մահմեդականություն հետ անցնի էլի քրիստոնեությանը։ Ավտոմատ դառնում է այնց, որ բոլորը թաքուն քրիստոնյաներ են մնում, բայց ցույց տալով, որ իրենք մուսուլմաններ են, այնց որ կարող են մարդիկ ցույց տան, որ մուսուլման են, բայց գնան եկեղեցի իրոք դավանեն քրիստոնեությանը, բայց ցույց տան, հա, ու նույնիսկ ընկերս Հունաստաններ գնացել, ասում էր, որ ինչ որ թուրքերի հանդեպ նեգատիվ վերաբերմունք կար, մեզ էլ արտակնեպս երևի նմանացնում են թուրքերին։ Ասում Դե Հունաստանն էլ նույն օրը, Կիպրոսը։ Ասում է, երբ որ մոտիկանում է ինչ որ թեկուս սուրճ կամ թեյ գնելու, հարցնում էին թուրքերս թե չէ, ասում է խաչն է հանում ցույց տալիս, որ չէ, հայ եմ։ Այդ պահպանման համար հա շատ կարևոր է։ Բայց երևի Ստամբուլում շատ ավելի ազատ է, չէ՞, կրոնական դիրքորոշումը։ Ազատ է։ Ալ ասանք ստիպություններ եւ այլն շատ թյուրին չեն ուներ։ Դե նորմալ է։ Արդեն շատ քիչ օքի են կարտան։ Քիչվող մոտավորապես 50,000, 60,000 է։ Հա։ Բայց առհասարակ ամբողջ Թուրքիայի տարածքում հայերի թիվը շատ ավելի մեծ է, չէ՞։ Քաղաքնի ապրողները, եթե համրենք, շատ է։ Չէ, համշեն ու այդ տարածաշրջանի ապրողները։ Մուշում էլ կան, Տիգրանակերտում էլ կան, հայեր հիմա ապրող։ Կիլիկիայում էլ կան կարծեմ հայեր ապրող։ Վանում Կամիկին, Տիկին Գայանեն, ով որ հենց այստեղից է տեղափոխվել Վան քաղաք, ու այնտեղ ապրում է, այնտեղի Աղթամարի եկեղեցու ցիտած եմ անգադեսա, այո։ Հա։ Բարելավման զբաղվում, հայկականն է տարածում։ Դե ինձ թվում է պետք է քո արած գործն էլ կարևոր է, որովհետև թուրքերի մոտ էլ մեր մասին հակասական կարծիքներ կա, ես մտածում եմ, որ թուրքերն էլ պետք է մեր մասին իմանան մենք ով ենք, մեր պահանջները հասկանալու համար էլի առնվազն։ Այսօր համար այս պրոյեկտը պատրաստած եմ եւ մոտ ժամանակին այս պրոյեկտը ցանկի պիտի անցնեմ։ Պրոյեկտի մանրամասնությունն է, ասենք, կարճ պատմեմ։ Արևմտյան Հայաստանի մեջ կամ Անատոլիայի մեջ, թուրքական մշակույթի մեջ, օսմանյան մշակույթի մեջ հայերը ինչեր ըրած է։ Ինչ օգուտներ դված է։ Ասոր մեջը մամուլը կա, ջարդարաբեդությունը կա, պոպուլյար մյուզիկը կա, թուրքական մյուզիկը կա, թատրոնը կա, օպերան կա, գիրը։ Սաբիա Գյոքչենից սկսած։ Դե մեծ խոսալ թող չլինի էլի, որ տպավորություն չլինի, որ ուզում ենք ասենք Թուրքիայի մեջ կա հայերն են ստեղծել, բայց իրոք շատ բան հայերն են անել, իրանք վերցրել ոնց որ բոլորը ինչ որ Թուրքիա անունի տակ մասնավորեցրել են, դեն շարունակում են ասել, որ մեր մասին շարունակում են վատ բաներ խոսալ, որոշ մարդկանց մի հատված, որովհետև մեր մասին սխալ պատկերացումներ ունեն։ Նյութեր, վիդեոնյութեր կան, որ նայում եմ, իրանք հայերի մասին խոսալուց պատմում են, որ հայերը սկսեցին թուրքերին սպանել, հետո թուրքերը ստիպված ինքնապաշտպանվելու համար հայերին սկսեցին սպանել։ Իմ պատկերացումներով պետք է որ մարդիկ, նաև Թուրքիայում ապրող Թուրքիայից չգնացած մարդիկ շարունակեն հայերի ճիշտ դեմքը, ոնց որ պարզ դեմքը ցույց տան, որովհետև ես անկեղծ համոզված եմ, որ այն հայերը, որոնք որ դժվարություններով են անցել, գոյատևել են, հասել են ինչ որ մի կետի, մեծամասամբ բարոյական, ազնիվ պարզ մարդիկ են լինում ու շատ կարևոր է որ հենց իրանք ցույց տան թե ովքեր են իսկական հայերը, ոչ թե մենք Երևանում կամ Հայաստանի տարածքում ներկայիս մի քիչ լճացել ենք, ինչ որ տարբեր ոնց որ փոփոխությունների ենք ենթարկվել, ինչ որ բաներ վերցրել ենք ուրիշից, հարմարացրել ենք մեզ եւ այլն եւ այլն։ Այդ առումով ձեր այնտեղ ապրելը շատ կարևոր է մեր համար հետաքրքիր, որովհետեւ ոնց որ փակ տուփի պես բան է, էլի, որ չգիտես բացած ինչա լինելու մեջը։ Մենք անդա հայ մշակույթի համար ուրիշ օրինակի համար հակոստի համար համերգ մտորված է, մենակ համերգ չէ։ Օրինակի համար մուշտիները հարսանիքի միջոցին, հարսանիքի ժամանակին ինչ հակոստներ կհակվեին։ Ավանդականությունը ինչեր էին ամիջոցին եւ ինչ երաժշտություններ կնվագեին, ինչպես բարեր գնային։ Ասանք մենք համերգներ կուտանք։ Ջուլիա Մուտլու անիկա պատրաստած էր այս պրոյեկտը։ Սիգարի շատ կարևոր է։ Շատ կարևոր պրոյեկտ է, որովհետեւ Իստանբուլցինը չգիտեր, որ մուշի մեջ ասկե 100 տարի առաջ ինչ կհակնվեր։ Օրինակ Երևանի մեջ էլ Տերյան կենտրոնը մեջ
զբաղվում է մարդկանց գիտելիքներ ծալով, թե օրինակ տեղանքային, որ տեղանքում ինչ տարազներ են հակել, ներկայացնում է մանրամասները, օրինակ մուշի տաբատները տարբերվել են վանի տաբատներից կամ գոգնոցները տարբերվել են նախշերով ու ձևով, գույներով, մուշինից, սասունինից, Տիգրանակերտից, Խարբերդից Այստեղ էլ այդ գործունեությունը ծավալվում է ու բավականին շատ ժողովրդի մի հատված ավելի շատ սկսել են ճանաչել տարազները 90-ականներին շատերը չեն տարբերում հայկական, թուրքական, քրդական, պարսկական, ոնց որ բոլորը ինչ որ նախշ էին տենում, մտածում էին դե վсё կամ գորգը հիմա բավականին լավ վիճակում է օրինակ երբ որ փողոցով քայլեն ու Կարինի տարազ լինի, Էրզրումի տարազ լինի նայողը կիմանա որ Էրզրումի տարազն է, որովհետև Փարքաստո պարոն Գինոսյանը, Գագիկ Գինոսյանը իր խմբի տարազները հենց Կարինի տարածաշրջանի տարազներն էր կարել եւ բոլորը գիտեն որ դա Կարինի տարածաշրջանն է Ճիշտ ասած ուզում եմ հարցնեմ, քանի որ մենք խոսեցինք ամեն ինչից, անցում կատարենք քո գործունեությանը, քո կարիերային, ինչով ես զբաղվում, գործիքավորումներ ես անում, երգեր ես գրում, դաշնակահար ես, կխնդրեմ մի փոքր պատմես ու ինչ նոր ծրագրեր ունես, նորություններ կան, ալբոմների հետ կապված, համերգների հետ կապված մի փոքր ներկայացնես։ Հարգավ։ Ես իսկական լավ Իստանբուլի համալսարանի օպերայի երգիչողության ջուրը ավարտած եմ։ Բայց հետո կոմպոզեր լավ իմ երաժշտության գանքես կշարունակեմ։ Հայկական ժողովրդական երգերես օրկեստրը մեծ կլասիկ օրկեստրները համարալ կպատրաստեմ։ Ասկեզատ պոպուլյար մյուզիկներ ալ կգրեմ, կստեղծեմ։ Ֆիլմի մյուզիկներ կպատրաստեմ, կստեղծեմ։ Եվ պետք է որ խորեցա որ մեր ժողովրդական երգերուն տարբեր արանժմենտներ ունել պետք է եւ կարգը երգերուն բնավ երգչախումբի համար արանժմենտները չկա եւ պետք է որ անիկա ունենք որ երգչախումբերի երգ է կամալ ժողովրդական երգերը սիմֆոնիկ լալով արանժե ունենք դարձնենք եւ կալիք սենոտներուն նվիրենք եւ քելեքելեների քեզի իդ շատ լավ հիշատակը ստեղծեցինք եւ գիտես Սուզաննային դա մեր ընկեր Նորայրի միջոցով ծանոթացանք Դաղլյան Նորայր Դաղլյան շատ մասնավոր գիտարիստ շատ կարևոր գիտարիստ մնա Իդ քելեքելեն էս ռազի արանժմենտը Սուզաննան ինձ չմերժեց երգեց եւ երգը եւ արանժմենտը իսկական լավ դեղը կդավ Շատ սիրուն ա եղել ես ոնց որ Սուսանային ասել եմ երևի փոխանցել ա քեզ հետաքրքիր տարբեր տպավորությունա որ դու այդ լսել ես բայց ինչ որ նոր բան կար դրա մեջ որ շատ ավելի հետաքրքիր է Իմ կյանքում էր նորություն ախր ես առաջին անգամ էի օրքեստրինգի հետ երգում այսինքն միշտ իմ բենդն ա եղել բենդի հետ եմ երգել կամ DJ-ական ինչ որ բաների հետ ա եղել, չգիտեմ, Հայկ Կարոյի հետ ենք արել, էլեկտրո մյուզիկի միջոցով ենք ներկայացրել ազգայինը, Սևան Շահմիրյանի հետ ենք ներկայացրել, բայց առաջի անգամ էր, որ ես օրքեստրինգի հետ երգում էի ու Շատ սիրուն գործ եղավ կարևոր։ Ու չգիտեմ, շատ սիրուն էր, որովհետև առաջի անգամ երբ որ երգեցի, ինձ թվաց չէ իմը չի, երբ որ ուղարկեցիր երգի դեմո վերսիան, հետո մի քանի անգամ լսեցի, բայց չէ, շատ սիրուն է, ու այդպես։ Բայց սկզբից ես էլ էի մի քիչ անհասկանալի վերաբերմունքով, երբ չէի լսել երգը։ Որտեղ Սուսանան ասել էր որ ինքը գիտեր որ դու Ստամբուլից ես, բայց չգիտեր որ հայ ես։ Հա, չգիտեր, որտեղ ասեց Ստամբուլից է երաժիշտ է, բան, ասենց ես էլ ասում դե ինչ կա էլի Ստամբուլում ապրող երաժիշտի հետ։ Ինչ գործ է անդեղ է Ստամբուլը հայը։ Չի պիտի Ստամբուլում ապրող երաժիշտի հետ ինչ որ երգ ցանակ։ Հետո ասեց չէ Ստամբուլից թուրք չի, հայ է, հայկական երաժշտությունով զբաղվում, որ քելեն ենք անելու ասեցին լավ։ Դե սկզբից որ
Ստամբուլ ես լսում, ուրիշ բան ես էլի։ Մտածում հետո հետաքրքիր եղավ։ Ու երբ որ արդեն կար պատրաստ ու արդեն publish արեցիք, առաջին լսողներից մեկն էլ հենց ես եմ եղել ու միջով հիմա լսում եմ նենց։ Մենք ունենք երկրպագուներ, փոքր բալիկներ, ովքեր որ լսում են եւ քնում են Հայաստանում, այո։ Հա, շատ կարևոր է, որովհետև երկար տարիներ Հայաստանում երեխաներին այն հին թվերի նման չի էլի, որ կա օրինակի համար օրորոցային երգեր, որ երեխաների համար այդ օրորոցային երգերը իրենց մամաները երգեն, սովորաբար ինչ որ մի հատ բան միացնում են։ YouTube-ով մտնում են, չգիտեմ ինչ որ կամ մուլտիկի երգեր են միացնում, կամ ինչ որ տենց բան են միացնում։ Հիմա նկատել եմ, որ այդ ամեն ինչն էլ է փոխվում ու այդ երիտասարդ արտիստներից է գալիս, որ ու աշխարհում մամաների որակն էլ է փոխվում քիչ։ Չէ, աշխարհում տարբեր տեղերի հայրից է գալիս, որ երբ որ ցույց է տալիս, որ այդ ամեն ինչը պապիական բան չի, որ մեր պապիներն են արել, բայց իրենք նշի որ միշտ են պապի եղել դրա համար են արել։ Ինքը շատ երիտասարդների համար է։ Ու լիքը մամաներ հիմա իրենց երեխաների համար համ երգում են, համ միացնում են հայկականը, անկախ թե որ արտիստի կատարածն են սիրում, լսում, բայց կարևորը հայկականն են միացնում։ Շատ կարևոր է։ Ու հա քելեքելենել ու տարբեր ռունիների երգողներ կան, որ մամաները էլի միացնում են իրենց երեխաների համար։ Կարակ շարունակեք էլի այդ։ Նոր երգեր մտածենք։ Այո։ Նոր cover-ներ։ Այս անցած ոդկասթին Սերոժին էի մտքեր տալիս, հիմա ձեզ եմ մտքեր տա։ Պետք է ծախեմ արդեն մտքերը։ Կարելի է մեր մենեջերը գլա։ Հա, Նիկը շատ լավ նկարում է։ Դա տենց արեք ես կնկարեմ։ Թուրքիայում դու առանձին համերգներ անում ես, չէ՞։ Առանձին իմ բանդովս ունեմ եւ իմ ստեղծած օրկեստրացիոն լարային օրինակ ամեն լարայինները համար գրած երգեր ունեմ։ Հա։ Անոնք գնվակվի Բեդուտյան օրկեստրաները կողմը։ Իսկ այդ նույն բենդով կամ նույն օրկեստրով չասեմ, բայց դու ստեղ Հայաստանում որ համերգ ուզում ես կազմակերպես համերգ, միջոցառում հարգա ես արդեն երբ որ ասիկա ունեմ ինքս անադեմ միտելլա։ Հա։ Այն ադեն իմ երաժշտություններս իմաստ պիտի ունենա։ Հա։ Երբ որ Հայաստանի մեջ նվակվի։ Մի քիչ մեր ականջին էլ հասկանալի է, էլի պետք է լինի։ Եկի մոտեցումը, ոնց որ քո երաժշտական մոտեցումը բնականաբար մի քիչ այլ է։ Այդ մասով էր ինձ հետաքրքիր էլի, որ ինձ թվում է լսողի համար նոր բանը, դա մենք հայերեսը սիրում ենք, չէ՞։ Անդադ նոր Սերոժի արածն էլ նորություն է Հայաստանում։ Օրինակ մի Սերոժը արեց ստացվեց, մտածում եմ որ պիտի էլի մարդ լինի որ անի, որովհետև ինքը մի մշակույթը մի հոգով չի դառնա էլի մշակույթ ամեն դեպքում։ Թիմային աշխատանքն է հաջողվում։ Այս ժողովրդական ինստրումենտներով, մելոդիաներով կլասիկ մյուզիկը միացնել շատ կսիրամ։ Հա։ Որովհետև այս երկու ստայլն շատ կսիրամ եւ կմիացնամ։ Օրինակ համար մեր երկի մեջ նա շվիգա, դուդուկ կա։ Եվ շատ կվայելեցնեմ այս լարայիններն օրինակ համար։ Եվ ասիկա օրիջինալ բանն է մարդոցալ ժողովրդական երգ սիրողնալ այս բեսով կլասիկ մյուզիկա մդիկած կլագո։ Հիմա հայերը կլասիկիկում շատ են գնում։ Շատ ուրախալի լուր է դա։ Ու հենց հայկականը մեջը պահած։ Այո։ Մեր սիմֆոնիկը շատ է հայկական երաժշտական գործիքները փորձում դասականի մեջ օգտագործի ու տեսանք, որ շատ լավ է ստացվում, որ դուդուկը կարա լինի դասականի մեջ այնքան կամ անգամ ավելի շատ, քան կլարնետը։ Ես կլարնետ չեմ սիրում, դրա համար դուդուկն եմ առայժմ կամ շվին կամ շեփորը։ Նույն կոպալը կարա շատ լավ հնչի բառաբանի փոխարեն, ոչ թե բառաբանի փոխարեն, իրար փոխ լրացնելով, բայց կոպալի հնչողությունն էլ լրիվ ուրիշ է։ Նենց որ եթե դու ուզում ես Հայաստանում համերգ անես, մենք ամեն ինչով մեր հնարավորության սահմաններում ոնց կարանք աջակցենք քեզ, թեկուզ Ես պատրաստ եմ, ես կերկեմ։ Միասին։ Սիրով։ Սուզանան գիտի, ինչ մշակույթի հետ է կապված, բան եմ, տենց գնում եմ, ասես մտնում եմ ուղակի մեջ, առանց ինչ որ շահ հետապնդելու, ուղակի ասես գնում մտնում եմ դրա մեջ։ Շատ կսիրե, անորոմալ սիրած բանը շատ լավ կստեղծե, գերկե։ Հա։ Մերսի։ Մեր top երաժիշտների, top երգչուհիներից։ Ազգային ազատագրական երգիչ։
Իսկ մի բան հարցնեմ։ Ստամբուլում ապրող հայերը ավելի շատ օգտագործում են պոլսահայ, թե ստամբուլահայ։ Բոսա, Պոլսահայ։ բոսա։ Մենք բոսա ենք։ Ինչ որ հին vibe-ա չէ տալիս հետաքրքիր։ Հա, չէ, իրականում Կարոտ կա նույնիսկ մեջը։ տեղանունների ճիշտ է, պոլիսը հայկական չի եղել, նենց չի որ Պոլիս։ մենք Հայաստան ենք համարում, բայց ամեն դեպքում պոլիսի հետ կապված ինչ որ հայ անհատներ կան, որ մենք մեր Շատ։ ազգությունը այդ անհատների հետ շատ ենք կապում ու պոլիս ասելուց մի տեսակ sense այդ հայկական կարոտ կա դրա մեջ, անկախ նրանից թե ինքը Հայաստանի մեջ եղել է թե չի եղել, բայց տեղանունների այդ հենց իսկական անունները պահելը իմ համար շատ կարևոր է, որովհետև այդ պատմության մի մասն է, եթե ուղղակի բռնես փոխես անունը, բնականաբար այսօր Թուրքիա, բոլորը ասում են Ստամբուլ, բայց մենք մեր մեջ գոնե տեղանունների անուն երբ որ պահենք, հույս ունենանք, որ ինչ որ մի օր կարանք ապրենք։ Եվ մենք սպիրկ չենք։ Մենք բոսա ենք։ Հա, իրականում հա, ձեզ ներկայիս Թուրքիայի տարածքում ապրող մարդկանց մենք սփյուռք չենք, Չէ, չենք ասում չէ, սպիրտ։ չենք ասում սփյուռք, հա։ Իսկ Ստամբուլում հայկական կամ քրիստոնեական ժամանակաշրջանի ինչ որ հուշարձաններ այդ ամեն ինչ կան, թե իրենք վերացված են։ Չէ, մշակույթ ըլլալով Իստանբուլի մեջ շատ արցան, հուշարձան չկա։ Հա։ Շատ քիչ կրնաս տեսնա։ Դա լայլի տխուր թեմա, երբ որ վիդեոներ ենք նայում հին հայկական տարածքներից օրինակ, մարդիկ կան որ գնում են իրենց պատմական տարածքները գտնում են, չէ, իրենց պապի տատիների տները ու ցույց են տալիս հին նկարներ կա, որ խմբակային ֆոտոներ ա եղել, նայում են ինչ ա եղել ու այդ բանին sense անապատի պես տարածքներ են ցույց տալիս, բայց դա մտածում եմ որ Ստամբուլում մի քիչ գոնե պահպանված կլինի էլի։ Հայաստանի մեջ իր մշակույթի համար գետ մտնող մարդուն անունը փողոցի անունը գտան։ Հա։ Հուշարձանը գնան։ Դժբախտաբար ասանք թուրքերու մշակույթի մեջ ասանք բամը չկա։ Չես կնա տեսնել որ կարևոր մարդ մշակութային նյութի մասին կարևոր մարդուն անունը փողոցին տան։ Շատ քիչ է։ Աստեղ ամեն փողոցն Աննա Պապաջանյան փողոց։ Խաչատուրյան փողոց։ Դե ոնց որ մի քիչ արժեքների երկիր չէ էլի։ Մերը մենք մի քիչ դժբախտաբար ազգով ավելի Առևտրային, բայց մշակութային է։ Մշակույթի վրա չէ գազմված ըստ իս։ Հա, Հայաստանը հայերը եւ Հայաստանը մշակութային երկիր է։ հա։ Դա ամեն քայլա Դե իրականում առանց մշակույթը լավ իրել են, բայց եթե հանես մշակույթը հայերի մեջից ոնց որ կոպիտ ասած տակը բան չի մնում էլի։ Բայց ամենը մշակույթ է։ հա, Երբ որ ես կոնսերվատորի մոտքի ադենը քննություն գնային, քննությունների մասնակցած ադենս երբ որ անուս կարտեցին, դեսան որ հայլլս ջաշկուդեին ներսը ցկեցին ջաշելը հայ կուկագո լավ մտի գնանք, որովհետև եկեղեցիներում մեջ երկած է, երջախումբերում մեջ երկած է եւ բազմացային երկելու վարժված է սեվական չէ։ Ցկեցին մտի գրին ասանք մեր մշակույթին լավ կողմերն ալ, ասանք աստեցություններն ալ գունենագո։ հա։ Դե իրականում սաղի համար մշակույթ ստեղծեցինք, վերջում էս ոնց որ սպանեցին հանեցին այդ տարածքից։ Իսկ Հայաստան որ գալիս ես պատտվել է Հայաստանի տարածքով նոր տեղեր տենալ մի քիչ նմանություններ կա, օրինակ Արևմտյան Արևելյան Հայաստանի մեջ թե չէ։ Չէ, չկա։ Հայաստանը ուրիշ տեղ է։ Ասած պես Հայաստանը մշակույթի տեղ է։ Հայաստանի երաժշտության տեղ է։ Շատ տարբերություններ կա, շատ։ Ես անորամար Հայաստան փոխադրվի շատ կուզեմ։ Աստեղ ավելի շատ կուզեմ, որովհետև իմ կյանքից մշակույթի վրա է, իմ կյանքից երաժշտության վրա է։ Եվ աստեղ, երբ աստեղ լամ, ինքս պես կսկամ։ Հա։ Ինձ թվում է նաև նրանից է գալիս, որ կողքերդ հայեր են ապրում, որոնք որ ինչ որ բան չունեն, էլի, վախ չունեն ինչ որ բանից խոսալու, մշակույթի հետ կապված, էլի, ու ազատ կարա ստեղծագործես։ Դրա համար ինձ թվում է քեզ ավելի շատ է զգում, որ դու ես, քան երբ որ ապրես Ստամբուլում։ Անշուշտ։ Ուրախ կլինենք, որ տեղափոխվես Հայաստան, չնայած պետքա
ոնց որ մի քիչ ես ինձ հակասում եմ, որ լավ է, որ մարդիկ ապրում են Պոլսում, բայց ոնց որ լավ մարդկանց կարիք ստեղել ունենք, էլի, նես չի որ մենակ Պոլսում չի որ պետք է լավ մարդիկ ապրեն։ Հավատա այնտեղ շատ մեր մշակույթին, yəni շարունակության համար շատ մարդիկ չան կտապան։ Մենք չգիտենք այդ մարդկանց անունները իրականում, կուզենք շատ իմանանք այդ մարդկանց մասին պատմենք։ Շատ թատրոնահարլան շատ կան։ Լավ կլիներ, որ օրինակ հնարավորություն լիներ հայ արտիստներն գային Թուրքիայում համերգներով, բայց գիտենք, որ պետությունից կարծեմ պետքա ցույցտվություն լինի։ Ու այն երգերը, որ որտեղ երգում ենք, դες չի, որ ամբողջ երգադարանը կարան Թուրքիայում համերգներին երգեն, դրա համար մի քիչ անիմաստ է դառնում, էլի Թուրքիայում համերգ տալը։ Օրինակ եմ ալբոմ մոռացեմ, այս 2015-ին 100 ամյակին համար։ Բոլսո մեջ բոլոր հայ բոլոր չսեմ մեծամասնությունը մեկ ալբոմ մեջ հավաքած եմ։ Բոլսո մեջ գտնվող հայ երգչուհի եւ երգիչներուն մեջը հայ երգեր երգված Ջամփորտ անունով ալբոմ մգա։ Եվ բոլոր քիծվող երգերը մեջը դրած ենք, ցայնակրած ենք։ Բոլոր YouTube-ի մեջ, Spotify-ի մեջ կրնակ գտնալ։ Շատ լավ հիշարակ մնանի գա։ Հենց այդ է հարցը, որ չենք իմանում տես բաների մասին, ոնց որ ինչ անում եք, մնում է մենակ ձեր մեջ, շատ կարևոր է էլի, սենց իրար հետ նստել խոսելը, համել գալ գնալը։ Այո, ոնց որ թե 3 էր, չէ՞, հենց պրեմիերան Ադանայի ողբը։ 3 էր, այո։ Այո, շատ գեղեցիկ էր։ Ես չեմ լսել։ Եթերա գնալու իհարկե սա 2 շաբաթ հետո, արդեն 2 շաբաթ անցած է լինելու, բայց կարող եք գնալ YouTube, գրել Արի Ալիջյան, Ադանայի ողբը ու լսել շատ սիրուն գործեր։ Դեսա ոդկասթի ավարտից հետո ես կլսեմ, ես ավելի շուտ կարամ էլի։ Հենց կոմոդ կլսեմ ու կարծիքը կասեմ։ Երգիչն ալ Սահակ Բարթև Գարյանն է, անիկա նշեմ։ Եվ անշա խորհրդանշական է, չէ՞ որ երգիչը Սահակ Բարթևն է։ Շատ։ Երբ որ նոր սերունդի երգիչները կամ երաժիշտները կորցում բիդենան անպայման Բարթևեն օգնություն մուգուզեն Բարթևին մտածումները գահարցնեն որ ուղղություն դա ճիշտություն ասելով գուսամ անիկա օրմո հյուրգնեք այո հենց Հայաստանում Հայաստան գա պարտադիր հյուր կանչենք մեր եթերը մեր ոդկասթը ստեղծվել է ուղակի շփման, ուղակի խոսելու համար, որ ազգայինի մասին խոսենք, տարածենք, ու մեր հյուրերն էլ այնպիսի մարդիկ լինեն, որոնք որ ունեն մեծ ստեղծած բաներ, բայց Հայաստանում իրենց դեմքով չգիտեն, ու կոպիտ ասած ետնաբեմում են մնում, այսինքն իրենք անում են ազգայինի համար շատ բաներ, թեկուզ Հայաստանում, թեկուզ Հայաստանից դուրս, օրինակով Պոլսում, բայց շատ կարևոր է որ Հայաստանում էլ այդ մարդկանց իմանան ու ճանաչեն մեր անցած հյուրը Սերուժներ ու Սերուժին էլ մեկ տարվա ընթացքում երևի Հայաստանում մեծ մասը գիտեն արդեն գիտեն բայց իրան դեմքով չգիտեն բայց երաժշտությունները ճիշտ է ինչքան էլ ազգային է բայց իր միքսերը մանավանդ սիմֆոնիկ ֆոլկից հետո բոլորը ճանաչում են իսկ Հայաստանում մեր սիմֆոնիկ նվագախմբի հետ Շուտ նպատակ հերրակամի հետ կա որ ուզում ես ստեղանես շատ կուզեմ իմ ստեղծագործություններս նվագվելուց սիմֆոնիկ նվագախմբի միջոցով կամ ժողովրդական օրկեստրաների մեջ այս հանցնած եմ Վանաձորի օրկեստրայի լարայիններու օրկեստրայի ուղարկած եմ եւ Գարդամ Գաշխատին եւ մոդադին կոնցերտի մեջ պիտի նվագվի արդեն եւ Գյումրիի բրաս բենդի մեջ մեկ երգունի անիկա պիտի նվագվի մոդադին շատ ուրախալի է վաստվաստա որ Հայաստանի պետական սիմֆոնիկի հետ էլ մի օր այստեղ մեծ համերգ ունենաք ես միշտ ուրախանում եմ երբ որ տենում եմ սիմֆոնիկի մեջ ինձ մոտիկ ծանոթ մարդիկ են լինում այդ իմ համար ոնց որ սիմֆոնիկը իր տեղ ունի բայց սիմֆոնիկի մեջի ինձ մոտիկ մարդիկ իր տեղը ունեն երբ որ տենում եմ իրանք նվագում են այդ տենց ես դրանից ուրախանում եմ ինչքան շատ մարդիկ լինեն իմ ծանոթների սիմֆոնիկում այնքան ավելի ինձ ավելի հետաքրքիր կլինի
կուզեի որ գայր դու էլ քո նոր հետաքրքիր մոտեցումները բերել, որովհետև արտիստը մի քիչ էգոիստ մարդ է լինում ու ցանկացած բանի մեջ երբ որ մտնում է ուզում մի փոքր էլ իրանը ներդնի տեղ ու բոլորը երբ որ հավաքվում են մի քիչ ամեն մեկից մի քիչ հավաքվում է ոնց որ նոր ճաշ է էլի դառնում որը որ ավելի հետաքրքիր է դառնում կուզեի որ նաև եթե կա այդպես բան կարող է չկա հիմա sense ուղղակի ասում եմ եթե կա ինչ որ երկացանք կամ երաժշտական ձևեր, որը որ օրինակ եղել է հայկական, որը որ մենք չգիտենք, բայց ենթադրենք օրինակ Պոլսո պատրիարքարանում կա, որը որ մենք չենք իմանում դրա մասին, եթե լիներ հնարավորություն նաև այդ ամեն ինչը ուղիղ ասեմ, սիրով կերքեմ։ Սիրով կնկարեմ։ Մոմենտում մեր գործն ենք էլի առաջ։ Եթե կա նման բան, կուզեի որ այդ ամեն ինչը կարանար տարածվեր նաև Հայաստանում, որովհետև մեր պատմության ժամանակ լիքը բաներ կորել են նույն խազագրության մասին մենք այսօր համարը ոչ բան չգիտենք մենակ այն պատճառով որ տարբեր մարդիկ ուղղակի չեն արել այնքան չեն արել մինչև այդ ամեն ինչը կորել է վերացել է կամ ուրիշ ազգեր են վերցրել այդ ամեն ինչը կրկնօրինակելու արել ես չգիտեմ ապրելու ձևը կամ մշակութային ձևը Թուրքիայում այսօրվա բայց վստահ եմ որ ունենք ինչ որ նյութեր որոնք որ շատ հետաքրքիր կլիներ տարածել Հայաստանում որը որ հայկական է ու կուզեի ասեի որ իմ ծանոթ կամ մտերիմ մարկանցից մեկն է տարել Հայաստանում դա լի մեգոիստություն է խոսացել թե ես ինչ էի արել դրա հետ կապված ոչ մի բան բայց լավ կնկարես բանալ դրանք պատմել օրինակ համար պետական օպերային դուներանը մեկ հայ է եղած է Քևորգ Դավիթյանը սկսիր պատմել Քևորգ Դավիթյանը պետական օպերայի դունորենն է եղած է որ իմ ուսուցիչս է եղած է Անգե հետո օպերայի մեջ շատ հայտնի հայ մենարկիչներ երգչախմբի մեջ երգած երգիչներ ունենք լավ դեղեր քալու սկսավ հայերը ես բաց այդ նկատում եմ որ ֆիլմ արտադրության մեջ էլ կան մարդիկ որ ոնց որ ցակումով գնում են դեպի հայկական արմատներ թուրքական կինոների սերիալների հերոսներ դերասաններ կարծեմ ինչ որ մի հատ աղջիկ կար որ ասել էր որ իր գեները հայկական են թուրք հիմա չեմ հիշի անունը ինչ էր բայց այդ ասածը նրա մասին է որ ամեն դեպքում այդ մշակույթի մեջ թուրքական ոնց պատտվում ենք մեկը հայ է լինում ինչ ուզում ենք անենք մեկը հայ է լինում արի չմոռանանք մենք մի քանի օր առաջ էինք հենց խոսում ցեղասպանության թեմայով որբերին որ թուրքացնելով էին զբաղված տեսօր առավոտ նորից նյութեր լսեցի ծանր էլի որբերի հետ կապված ոնց են ուղակի երեխեքին թուրքացրել ու հետո մոռացության երեխեքը չեն պարզա որ չեն հիշի չէ իսկ Թուրքիայում երբ որ տենում ենք որ մարդիկ իրանց DNT անալիզներն են տալիս պարզում են հայ են վրացի են այդ իրոք տենց է թե մենք հուզվողներ գա անակ հոլովակներ դեսել իրոք տարածված է Թուրքիայում այո շատ լավ է որովհետև ինձ երբեմն թվում է մենք չափազանցնում ենք հա չարդի ծաղեսա անգլիացի ըլլան ուրախ կմնա բայց եթե հայ էլա Պարզը ամբողջ մի կյանք դաստիարակվել են ոնց որ քեզ ամբողջ կյանք ասեն քո թշնամին է դու հայ լալով հայոեն իրան ատես այդ մարդու այդ ազգա ատես հետո իմանաս դու քո ազգին ես քո գենն ես ատել դե քաղաքական դաշտում էլ գիտեմ որ իրար մրցակիցները իրար վիրավորելու համար ասում են ինքը հայ է արմատներով կամ տես մեր մոտ տարածվում է էլի այդ վիդեոները որ մի կուսակցությունը մյուս կուսակցության ղեկավարին հայ ասում օրինակ նույնը Հայաստանում եթե դու օրինակ ապրում ես քեզ ամբողջ մի կյանք պատմել են ցեղասպանության մասին որ քո ազգին վերացրել են ոչնչացրել են չգիտեմ ամենավատ ձևով են վարվել ու դու իմանաս թուրք ես ու քեզ քո դեմ են լարել այսինքն նորից նույն ձև ատելություն է լինելու այդ Չէ, բայց այդ բանը ինձ թվում է չափազանցնում ենք մենք Հայաստանում, որ այդ DNT-ները տալիս են, պարզում են հայ են, բայց իրական հետաքրքիր է, որ այդ թեման տարածվում է։ Հա, չար ծիծաղա։ Դաժան է, շատ դաժան է։ Նույնը Մարկ Արենի գիրքը որ կա անատոլիական պատմությունը
երբ որ պարզում է որ պապիկը հայ է, ամբողջ մի կյանք գորժ գայլերի անդամ է եղել ու հետո իմանում է որ ինքը իր դեմը պայքարել։ Շատ ուրախ ենք Արի ջան, որ այսօր մեր հյուրն էիր, մեր համար մեծ պատիվ էր ու հուսով ենք որ մեր հանդիսատեսին, մեր եթերին մարդկանց ինչ որ մի բան կգնա մեզնից, մի մասնիկ։ Շնորհակալ ենք, դուք էլ կարող եք բաժանորդագրվել, թողնել ձեր մեկնաբանությունները, որտեղ ցանկացած մեկնաբանություն, թե վատ, թե լավ, մեզ համար կարևոր է։ Մենակ վատ բառեր մի գրեք, մնացած ամեն ինչ կարող եք գրել։ Շնորհակալ ենք։ Հաջողություն։